Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պատրաստելու ենք մեծ ճանաչում ստացած կեղվյան կոտլետներ։ Ինչ ենք կատարում, առաջի հերթին կարագը, փափուկ կարագը, այսպես տարածում ենք և այս փափուկ կարագի վրա ես տեղադրում եմ պանիր, հալվող պանիր և դուք բոլորդ էլ գիտեք ինչ ենք անում, փաթաթում ենք, այնպես որ պանիրը մնա մեջտեղում, ինչպես կարող եք, կոկիկ, գեղեցիկ, այսպես, երշիկի տեսքով տեղադրում ենք սառցարանում, այսօր ես ունեմ մեկ հավի կրծքամիս, աշխատում եմ բարակացնել հավի կրծքամիսը, բայց ոչ շատ բարակ, համեմում եմ աղով, սև պղպեղով, կարմիր պղպեղով և թակիչով թեթև թակում ենք, թակելուց հետո շրջում ենք, մի թեթև այս կողմն ենք թակում, տեղափոխում ենք ափսեի մեջ, թույլ ենք տալիս համեմվի, հարգելիներս ժամանակն է, որպեսզի փաթաթենք մեր, այսպես ասած, կոտլետները, այստեղ ունեմ պաքսիմատ, ունեմ ալյուր, վերցրել եմ 2 ձու ամբողջությամբ և մեկ ձվի սպիտակուցը առանձնացնում եմ, դեղնուցը այստեղ եմ գցում, այսինքն ստացվեց 2 ձու ամբողջությամբ և մեկ դեղնուց, իսկ սպիտակուցը այստեղ, մեր պանրով փաթաթած կարագը սառչել է, պատրաստ է, վերցնում ենք նախօրոք արդեն ծեծած և համեմած մսի կտորը, սա մի քիչ մեծ է, դրա համար 2 մասի եմ բաժանում, այստեղ ձվի սպիտակուցն է և մսի ներսի մասը պատում եմ սպիտակուցով, ինչու եմ պատում սպիտակուցով, որ ներսում գտնվող կարագը դուրս չգա, վերցնում եմ կարագը պանրով, թաթախում եմ սպիտակուցով և նոր տեղադրում եմ մսի մեջ և ինչպես կասեի, բարուր ենք անում, միսը թաթախում ենք ալյուրի մեջ, ալրապատում ենք, այսպես ասած, և ձվի մեջ են գցում, թույլ ենք տալիս թող ծորի, իսկ այս պահին պաքսիմատով ենք պատում, խնդրեմ, պատրաստի կոտլետները մի 15 րոպեով տեղադրում եմ սառցախցիկում, տաքացած թավայի մեջ բուսայուղ եմ լցնում, բուսայուղն էլ եմ տաքացնում, տաքացած բուսայուղի մեջ տեղադրում ենք կոտլետները և ոչ շատ ուժեղ կրակով, մարմանդից մի քիչ բարձր կրակով տապակում ենք, բայց կափարիչը ծածկած վիճակում, շրջեցինք արդեն, մյուս երեսն է տապակվում, մեր կոտլետները պատրաստ են, տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, չմոռանամ 1 հատ կծու պղպեղ տապակել, մեր պղպեղն էլ տապակվեց, այս յուղի մեջ ես լցնում եմ լեչոյով պատրաստված հատուկ սոուս խորովածի համար, բայց այստեղ էլ շատ լավ է, այս տապակված յուղի մեջ լցնում եմ
խաշած սպագետին։ Ահա մեր շատ համեղ բուրմունքով հարուստ կերակուրը պատրաստ է։ Դե ես կուզեմ կոտլետներից մեկը ցուցադրել, որ կտրեմ, տեսնեք ինչ է ստացվում։ Դե սպագետին էլ ես, ինչպես ասեցի, խաշել էի եւ այդ նույն յուղի մեջ ավելացրեցի մի քիչ լեչոյի սոուս եւ տապակեցինք։ Շատ համեղ է ստացվել։ Իսկ հիմա խնդրեմ տեսնենք ինչ է կատարվում ներսում։ Ահա տեսեք, յուղը ինչպես է ծորում, խրթխրթան է։ Հարգելիներս, այսօր այսքանը, վստահեցնում եմ շատ համեղ է, յուրահատուկ համ ունի, հուսով եմ օգտակար եղած ես։ Դե պատրաստեք և թող անուշ լինի։